Ողջույն, այս թողարկմանը կանրադառնանք 3 թեմայի։ Առաջինը կխոսենք բլոգեր Ալեքսանդր Լապշինի Հայաստան մուտքի արգելքի մասին։ Այնուհետև կներկայացնենք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ թարմ տեղեկություններ, ապա մի քանի խոսք կասենք հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի մասին։ Անցած շաբաթ իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ Ովքեր չգիտեն թե ով է նա, ասեմ, որ Լապշինին Բաքվի ռեժիմը մոտ 10 տարի առաջ առևանգել եւ խոշտանգել էր Արցախ այցելելու հանցագործության համար։ Լապշինի խոսքով ազգային անվտանգության ծառայությունն իրեն արգելել է մուտք գործել Հայաստան, որտեղ նա ապրել է մի քանի տարի։ Իսկ պատճառը ըստ նրա իր փոդքասթն է Գևորգ Սուջյանի հետ, որը մի քանի ամիս առաջ սիրիացի 2 վարձկանների հետ փոխանակված 4 գերիներից մեկն է, որոնց Ադրբեջանը վերադարձրեց Հայաստանին։ Փոդքասթում Գևորգ Սուջյանը պատմել էր, թե ինչպես է Բաքվի ռեժիմն իրենց խոշտանգել գերության ընթացքում։ Մենք կարող ենք միայն ենթադրել, որ այս բացահայտումները հակասում են կառավարության հիմնական պատմույթին, որ մեր հարևանի շուրջ որպես հակառակորդ իրականում թյուր ըմբռնում կա։ Սա ինքնին մտահոգիչ է, սակայն ես մտավախություն ունեմ, որ սա կարող է իրականում մի փոքրիկ զգուշացում լինել այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում։ Խոսքը մասնավորապես հետընտրական ապագայի մասին է, երբ կառավարությունը խաղաղության հարցի եւ իր խաղաղության օրակարգի անվան տակ ըստ էության կսկսի բռնաճնշումների ենթարկել կամ բանտարկել բոլոր նրանց, ովքեր դեմ են Բաքվի ռեժիմի կողմից Հայաստանի ֆինլանդացմանը։ Պատկերացրեք, որ ստեղծվում է տոտալիտար շրջված մի համակարգ, որը կառուցված է խաղաղության հանդուրժողականության խոսույթի հիման վրա, սակայն ներքուստ սեպսիսի քայքայման նշաններ ունի։ Այժմ անցնենք մյուս թեմային։ Անցած շաբաթ ոստիկանությունը ձերբակալեց ուժեղ Հայաստան դաշինքի հետ կապված 1 տասնյակից ավելի անձանց։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Արտաշատ քաղաքում ընտրողներին կաշառք բաժանելու մեղադրանքով։ Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցությունը համարվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնական մրցակիցը։ Ընտրություններում նրանք կորոշեն երկրի հաջորդ վարչապետին։ Այս ձերբակալությունները 3 բան կարող են նշանակել։ Առաջին, սա ընտրակեղծիքների դեմ պայքարի անկեղծ փորձ է։ Երկրորդ, քաղաքական դրդապատճառներով հարձակում է գլխավոր մրցակցի վրա։ Երրորդ, իրական մեղադրանքներն օգտագործելու առաջին քայլն է Սամվել Կարապետյանի կուսակցության գործունեությունն արգելելու համար։ Ես կասկածներ ունեմ, որ հենց սա է նպատակը։ Այս կառավարությունը նաև անձամբ վարչապետը շատ հստակ ռետորաբանություն է կիրառում, ինչից կարելի է ենթադրել, որ ամեն ինչ գնում է հենց դրան։ Եվ մի քանի օր առաջ Փաշինյանը ըստ էության պարոն Կարապետյանին մեղադրեց օտար երկրի գործակալ լինելու մեջ։ Նա ակնհայտորեն նկատի ուներ Ռուսաստանը, եւ ես կասկածներ ունեմ, որ նրա կուսակցության գործունեությունը հավանաբար կարգելվի մայիսի սկզբին կայանալիք ԵՄ Հայաստան գագաթնաժողովից հետո։ Իրականում այս կառավարությունն իրական եւ ռացիոնալ պատճառներ ունի Կարապետյանի կուսակցության գործունեությունն արգելելու համար հանուն իր սեփական շահերի։ Եթե դա արվի, ապա դա ինքնաբերաբար կնշանակի, որ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը փաստացի կկարողանա հաղթահարել 8%-ի շեմը եւ կանցնի խորհրդարան։ Ու քանզի պարոն Կարապետյանի ուժը հիմա իր կողմն է գրավում Քոչարյանի ուժի ձայների մեծ մասը, այն Ռոբերտ Քոչարյանին թերևս կխանգարի վերադառնալ խորհրդարան։ Այս կառավարության նպատակների իրագործման տեսանկյունից Քոչարյանը վառ օրինակ է այն սխալների, որոնք պետք է շտկվեն։ Այս իշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց պարոն Քոչարյանի վերադարձի շուրջ ստեղծված վախերի եւ նրա ներկայությունը խորհրդարանում հաջորդ 5 տարիների ընթացքում շատ օգտակար կլինի իշխանության համար։ Միևնույն ժամանակ, եթե քվեարկության երկրորդ փուլ լինի, պարոն Կարապետյանը շատ ավելի վտանգավոր մրցակից է երկրորդ փուլում, քան Ռոբերտ Քոչարյանը երբևէ կլինի, քանզի վերջինս իրականում հաղթելու ոչ մի շանս չունի։ Եվ երկրորդ փուլի սցենարի պարագայում շատ մեծ հավանականություն կա, որ մյուս բոլոր կուսակցությունները միավորվեն պարոն Կարապետյանի շուրջ պարզապես Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար։ Պարոն Կարապետյանը լինելով միլիարդատեր ակնհայտորեն հսկայական ռեսուրսների է տիրապետում։ Սոցհարցումները նաև ցույց են տալիս, որ նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը շատ ցածր է։ Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որի դեպքում այն պարզապես անհավանական աստիճանի է։ Այնպես որ եթե Սամվել Կարապետյանին թույլ տրվի մնալ ընտրապայքարում, նա իրականում բավականին վտանգավոր հակառակորդ կլինի իշխանության համար իր ունեցած ռեսուրսների շնորհիվ։ Հիմա ինչ կնշանակի այս ամենը մեր ընտրական գործընթացի համար, եթե պարոն Կարապետյանի կուսակցության գործունեությունն արգելվի։ Դա զգալիորեն կխաթարի մեր ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահությունը։ Դա մասամբ կարող է հանգեցնել նրան, որ խորհրդարան անցնեն արևմտամետ ուժեր, լինի դա Արման Թաթոյանի թե Հայկ Մարությանի կուսակցությունը, քանզի 20 կամ 25% ձայները, որ պարոն Կարապետյանն այդ պարագայում այլևս չի ստանա, կվերաբաշխվեն տարբեր ուժերի միջև, ամբողջը չի գնա Քոչարյանի ուժին։ Իշխող կուսակցությունը քննադատության կենթարկվի այս քայլի համար, բայց այն համարում է, որ հանուն քաղաքական շահի արժե ստանալ այդ բացասական
արձագանքը։ Եվ գլխավոր պատճառներից մեկը, որ ըստ իս Եմեն եւ կառույցի պաշտոնյաները լիովին կսատարեն այս քայլին, այն է, որ նրանք կուսակցությունների գործունեությունն արգելելու փորձ ունեն արդեն։ Ամենավերջին դեպքերը եղել է Մոլդովայում, այնպես որ նրանց համար դրանում ոչ մի արտառոց բան չի լինի։ Այժմ մի քանի խոսք կասենք հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի մասին եւ կքննարկենք, թե ինչպես է այս կառավարությունը վերջին 1.5 տարվա ընթացքում կիրառել այս թեման իր սեփական նպատակների համար։ Ուշադրության արժանի բաներից մեկն այն է, որ ինչպես գիտեք, Բաքվում եւ Անկարայում վաղուց ի վեր համոզմունք կա, որ Սփյուռքն է միայն տարված ցեղասպանության հարցով։ Եվ երբ Սփյուռքը դուրս գա ասպարեզից, Հայաստանում ապրող տեղացիները շատ ավելի հարմարվող կդառնան եւ հեշտությամբ կհամակերպվեն Բաքվի կամ Անկարայի ռեժիմի ցանկացած պահանջի հետ։ Կարծես այստեղ ապրողները ոչ մի կերպ չեն կարող անկախ եւ ինքնուրույն որոշումներ կայացնել։ Եկեք տեսնենք, թե ինչպես է այս կառավարությունը փորձել զենքի վերածել այս հարցը իր քաղաքական օրակարգն առաջ մղելու համար։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ոնց է եղել, ես մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Այս թեմաների հետ պետք է հարաբերվենք, թե չպետք է հարաբերվենք։ Անկեղծ ասած, վարչապետը բացարձակապես ոչինչ չի շահում այս հարցերը բարձրացնելուց, քանզի Հայաստանում չկա այն ընտրազանգվածը, որը կպահանջի կամ կասկածի տակ կդնի նրա բարձրացրած որևէ հարց։ Այս հարցերից մի քանիսը նույնիսկ շփոթեցնում ու զարմացնում են նրա կողմնակիցներին։ Այնուամենայնիվ նա անընդհատ բարձրացնում է ցեղասպանության հարցը։ Վերջերս էլ աշխատանքից ազատեց հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին, ԱՄՆ փոխնախագահ Ջի.Դի Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար, ինչը վարչապետի դուրը չէր եկել։ Այսպիսով մենք պետք է հարց տանք. ինչու պետք է քաղաքականապես այդքան հմուտ մեկը քաղաքական տեսանկյունից նման ոչ ձեռնտու թեմա ընտրի եւ կենտրոնանա դրա վրա։ Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ նա իրականում Անկարային եւ Բաքվին ցույց է տալիս իր պատրաստակամությունը կոնֆլիկտի մեջ մտնելու հայկական Սփյուռքի հետ մի հարցի շուրջ, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կարծիքով մտահոգիչ է Սփյուռքի համար։ Իրականում Հայաստանի եւ Սփյուռքի միջև փաստացի տարբերություններ կան, բազմաթիվ հարցերում, քանզի դրանք ըստ էության շատ տարբեր կենսափորձ ունեն։ Սակայն անկեղծ ասած այդ տարբերությունները այդքան էլ մեծ չեն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը կամ մեր հավաքական պատմությանը։ Այս իրավիճակում ամենաանհեթեթ բանն այն է, որ եթե վարչապետն իսկապես շահագրգռված է պետականաշինությամբ, իսկ ես կարծում եմ, որ նա անկեղծորեն շահագրգռված է այս հարցում, ապա անհնար է արագացնել այս գործընթացը առանց հայկական Սփյուռքի հետ լիարժեք ներգրավվածության։ Գիտեք, ես շատ քննադատաբար եմ մոտենում Սփյուռքի շատ կազմակերպությունների իրենց ձախողումների համար։ Մասնավորապես հայկական որոշ կազմակերպություններ չափազանց շատ են կենտրոնացած ցեղասպանության հարցի վրա, քան Հայաստանում պետականաշինության, եւ այս հարցում վարչապետը չի սխալվում։ Այնուամենայնիվ, այս տեսակետը կարելի է արտահայտել առանց մեր պետությանը կամ մեր Սփյուռքին պատերազմ հայտարարելու։ Եկեք հասկանանք, թե վերջին 35 տարիների ընթացքում Սփյուռքն ինչ նշանակություն է ունեցել Հայաստանի համար։ Եթե չլիներ Սփյուռքը, չէր լինի Թումոն, չէր լինի ՏՏ բիզնեսը, որը մեծապես հիմնված է Սփյուռքի հետ կապերի վրա, չէր լինի ՔՈԱՖ-ը, որը որքանով տեղյակ եմ, վարչապետը շատ է սիրում։ Եթե չլիներ Սփյուռքը, չէր լինի պաշտպանության ոլորտը, որը մեծապես կառուցվում է Սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Չէր լինի ոչ մի տվյալների կենտրոն, որի մասին բոլորն այդքան ոգևորությամբ են խոսում։ Եթե չլիներ Սփյուռքը, Երևանում չէր լինի ոչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Կասկադում, ոչ էլ պատմական կամ զբոսաշրջային շատ այլ տեսարժան վայրեր։ Առանց ֆրանսահայ Սփյուռքի աշխատանքի չէր լինի որևէ հարաբերություն Ֆրանսիայի հետ, որն այդքան օգտակար է եղել այս երկրի համար։ Պատկերացրեք Հայաստանն առանց այն ամենի, ինչ հենց նոր թվարկեցի։ Ամենաանհեթեթ բանն այն է, որ երբ աշխարհի բոլոր խոշոր տերությունները, ինչպիսիք են Չինաստանը եւ Հնդկաստանը, փորձում են համաշխարհային պետություն ստեղծել, մեր սեփական կառավարությունը փորձում է մեզ սահմանափակել շատ փոքր աշխարհագրական տարածքով, պետականաշինության գործում առանց ամբողջ հայ ժողովրդին ներգրավվելու։ Եվ իշխանություններն այս ամենը անում են, որպեսզի իրենց առաքինությունը ցույց տան մեր թշնամիներին, որոնց խնդիրները մեզ հետ ոչ թե քաղաքական են, այլ գոյաբանական։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Վարդերը քարնան, շուրթերով վարման, խոսում եմ քեզ հետ, սիրով անսահման, քեզ մոլ եմ միայն, զվարթ երջանի, անուշ հայրենի, կնկուշ հայրենի, քեզ մոլ եմ միայն, զվարթ երջանի,
Անուշ հայրենի, կնկուշ հայրենի